Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Կոնկրետ ինչ մասով է եկեղեցին հիմա հարկեր վճարում եւ որ մասով է որ դուք էլ օրինակ մտածում եք այդ մասին եւ գուցե նախաձեռնություն լինի, որ եկեղեցին հարկային դաշտում հայտնի։ Ճիշտ ասած նման քննարկում եւ նախաձեռնություն այս բան չկա։ Հարկեր վճարում եք։ Չէ, ես հարցնում եմ որ մասով է այս բային եկեղեցին հարկեր։ Չէ, իշխանությունը բարբերաբար է խոսել այդ մասին, հիմա էլ խոսում է։ Նկատի ունեմ Ես այս բանին եմ ասում, ես ինքս էլ որևէ քննարկման չեմ մասնակցել, նման քննարկում չի եղել։ Հակելական եկեղեցու հետևորդ եք։ Այո։ Եվ ինչպես եք վերաբերում այս օրերի եկեղեցու նկատմամբ իշխանության տարբեր ներկայացուցիչների, այդ թվում եւ երկրի վարչապետի գրառումների վստահ Չեմ կարծում, թե դա պետնախագահի կողմից մեկնաբանության հարց է։ Հետևորդ եք եկեղեցին։ Եվ քաղաքական թիմի անդամ եք։ Պիտի կիսում եք, հա, բոլոր այդ գրառումները։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ, ասենք այդտեղից։ Քաղաքական թիմի։ Երկրորդն էլ դա չեմ կարծում պետնախագահի մեկնաբանության հարց է։ Դուք չեք կիսում եք։ Արգելիս հիմա ես որպես պետնախագահ այստեղ կանգնած ձեր հարցերին եմ պատասխանում, հետեւաբար թույլ տվեք չմեկնաբանել դա, որովհետեւ դա իմ աշխատանքը չէ։ Կարծում եք վեհաբառը պետք է փոխվի։ Արգելիս նորից նույն հարցն եք տալիս, ես նույն պատասխանն եմ կրկնելու։ Լավ, երբ որ ասում են, որ պետք է թափանցիկություն ապահովի եկեղեցին, ինչ նկատի ունեն, եթե եկեղեցին հարկեր վճարում է, թափանցիկություն ասելով ինչ եմ ասում, դες այս հարցը չի հետաքրքրում։ Եվ ինչ անհրաժեշտություն կա։ Անկեղծ ասած չեմ լսել ինչ կոնկրետ ինչ թափանցիկության մասին է, հարկերի վերաբերյալ թափանցիկության Ես մասին։ այդ մասով էլի դուք ներկայացեք պարոն Հակոբյան, եկեղեցու հարցը դրված է, պատասխանը։ Հա, հարկերի վերաբերյալ թափանցիկության մասին եք ասում։ Եվ առասարակ ասում են Անկեղծ ասած այս պահին, որ ասեմ հստակ տիրապետում եմ, թե որ անթափանցիկության կամ թափանցիկության մասին է խոսքը, այն մասով ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է։ Որևէ խնդիրներ չկա հարկ վճարում։ Այս պահին որևէ խնդիր, այսինքն իմ պետական եկամտների կոմիտեի նախագահ եղած ժամանակաշրջանում նման խնդրի չեմ առնչվել, բայց քանի որ հարցը բարձրացնում եք, ավելի մանրամասն փորձենք հասնել, եթե նման խնդիր կա։ Այսինքն անհիմն է քննադատությունները, եթե հարկերը վճարեն, անհիմն է այդ քննադատությունները, մեղադրանքները, այսինքն եկեղեցին հարկերը վճարում ամեն ինչ նորմալ է։ Հարկերի մասին վերջի շրջանում ճիշտ ասած խոսակցություն որպես այդպեսին ես չեմ հիշում, որ եղած է։ Դե անցած տարի ես պետական եկամտների կոմիտեում չեմ եղել։ Առանձին падգամավորներ հիմա էլ են խոսում, դուք տեսնում եք անհրաժեշտություն ուսումնասիրել եք հարկերի վճարման բանը, եկեղեցու հետ կապված պարտականությունները եւ ինչ որ խնդիր է ստեղ կապված։ Տեսեք, մենք վարչարություն ենք իրականացնում, եթե վարչարության ընթացքում կնկատենք որևէ խնդիր, այդ համապատասխան գործիքակազմով կտեղեկացնենք, կհուշենք մեր եկեղեցուն, որ այս խնդիրները կան, խնդրում ենք շտկեք։ Այսինքն այս բանին կարող ենք արձանագրել, որ այդպիսի խնդիր ձեր վարչարությամբ չէ։ Ես ասացի չեմ առնչվել այս ընթացքում իմ կառավարման, բայց ես ասացի, որ ինքս այտենց մանրամասն չգիտեմ, թե որ մասով է վճարում եւ որ մասով ոչ, այն մասով, որ առևտրային գործունեություն է իրականացնում, այդ մասով պարզ է, որ պետք է վճարի։ Այն մասը, որ իր հիմնական եկեղեցական գործունեությանն է վերաբերվում, այդ մասով հարկեր որպես այսինքն վճարում է առևտրային գործունեության մասով եկեղեցին վճարում։ Երբ որ հարկ է, չէ, վճարում նման միտք եք արտահայտել։ Ես ասել եմ, որ հարկերը պետք է վճարենք, որպեսզի կարողանանք լիարժեք երջանիկ դառնալ։ Պարոն Հակոբյան, դրանում է կայանում է քաղաքացիների երջանկությունը։ Քաղաքացու գիտեն հարկերը վճարում, բայց այնքան։ Իսկ երջանկությունը ինչպես եք սահմանում դուք։ Երջանկությունը օրինակ ոչ բարձր հարկեր, օրինակ ինչպես մտավ շրջանառության հարկը, հաստատ դա չի երջանկացրել։ Դուք տանում եք նյութական դաշտ։ Ես ավելի հայեցողական հարց եմ բարձրացնում։ Ես ասում եմ, չէ, դա դուք եք նյութական աշխարհում ապրում եւ անկեղծ ասած խորհուրդ կտամ հոգեվոր կյանքով էլ ապրել ձեզ։ Դուք հասկացաք ես ինչ նկատի ես հիմա վերաբերյալ։ Պարզ է, ես հարկ վճարելու մասին երբ որ խոսում եմ, տեսեք, ես ասում եմ հարկ վճարելը դա պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից։ Ներդրում մեր մեծ ընտանիքի բյուջե, մեծ ընտանիքի բյուջե ասելով ինչ, այսինքն օրինակ ես ձեզ բոլորիդ վերաբերում եմ իմ ընտանիքի անդամ։ Եթե ես ձեզ բոլորիդ վերաբերում եմ ընտանիքի անդամ, յուրաքանչյուրս իր ներդրում պիտի ունենա այդ ընտանիքում, որպեսզի կարողանանք ընդհանուր շահերից բխող գործողություններ անել։ Տարբեր բաներ վարչապետն էլ վերջի ելույթի ժամանակ նշեց,
կրթություն, առողջապահություն, ճանապարհներ, անվտանգություն, բազմաթիվ բաներ, առանց որոնց երջանկություն ունենալը անհնար է։ Տեսեք, դուք հիմա ինձ վճարում եք, տեսեք, կա տարբերություն, ճիշտ է։ Աշխատավարձ եք ստանում եւ հարկվում եք նույն հարկային օրենսգրքով եւ բանով, ինչ որ մենք, որոնք ովքեր ստանում են օրինակ ավելի ցածր աշխատավարձ, հետեւաբար այդ հավասար ընտանիքի մոդելը չի պահպանվում։ Տեսեք, հետաքրքիր հարց եք տալիս, բարձր աշխատավարձի մասին չքննարկենք, թե ով ումից ինչքան շատ է ստանում, յուրաքանչյուր մարդ իր բարձր աշխատավարձի իմ աշխատավարձերը ճիշտ ասած հրապարակված են։ Չգիտեք թե Հայտարարագրում հրապարակված են, կարող եք հանգիստ տեսնել։ Ամսական 1.7 միլիոնի շրջանակներում։ 2 միլիոն ծրագրեր։ Չէ, տեսեք, դրանք ամեն ինչ հերթով, դրանք Ընտանիքի անդամները ամբողջը հրապարակված են, իսկ ինչ վերաբերում է հարկին, լսեք, հարցը տալիս եք, լսեք, որպեսզի պատասխանեմ։ Ինչ վերաբերում է հարկին, յուրաքանչյուրն էլ իր ստացած աշխատավարձի եւ եկամտին համեմատորեն պարզ է, որ ավելի շատ է վճարում։ Այսինքն, եթե օրինակ ձեր աշխատավարձը ավելի ցածր է քան իմը կամ հակառակը, յուրաքանչյուրս էլ համապատասխան հարկերը վճարում ենք։ Ես ինքս միշտ վճարել եմ եւ շարունակում եմ նորմալ վճարել։ Այդտեղ խնդիր չկա։ Հիմա ինչ է տեղի ունենում, ներդրում ենք կատարում եւ այդ ներդրման արդյունքում ձևավորվում են հանրային բարիքներ, որոնց մասին նշեցի, առանց որոնց երջանիկ լինելը անհնար է։ Հիմա այս ընկալման մասին է խոսքը։ Ես չեմ ասում հարկ վճարելն է երջանկություն։ Ասեմ հարկի վճարման արդյունքում մենք հասնում ենք լիարժեք երջանկության ոչ թե մեր համար առաջին հերթին, այլ բոլորիս համար։